Ողջույն բոլորին, ես Կարինկան եմ ու այսօր ուզում եմ ցույց տալ դիմահարդարում օգտագործելով միմիայն բյուջետային պրոդուկտներ, ուզում եմ կիսվել իմ սիրելի բյուջետային պրոդուկտներով ու մի քանի մեյքափի տեխնիկայով։ Ես մաշկս արդեն խոնավեցրել եմ ու նախապատրաստել եմ մեյքափին, այսինքն անցնելու ենք միանգամից տոնայինի։ Առհասարակ շատ բյուջետային տոնայիններ եմ փորձել, բայց իմ ամենասիրելի տարբերակը կա եւ մնում է Stellar-ի այս CC Cream-ը, որովհետև ինքը շատ թեթև է, բայց դրա հետ մեկտեղ թերությունները ծածկում է։ Օրինակ ես ինչպես տեսնում եք, այստեղ sense լիքը թերություններ ունեմ, այստեղ ինչ որ դուրս տվել վրաս, չեմ հասկանում ինչից։ Ես տոնայինը վերցրել եմ մի փոքր մուգ։ Ես սիրում եմ այդպես, որ տոնայինը մուգ է լինում մի քիչ մաշկիցս։ Ես հետո իրան կանսիլերով ուղղում եմ, եթե գույնը ինձ այդքան շատ չի համապատասխանում։ Միջելոց ես 3 գնացել եւ հեռացրել եմ իմ շուրթերի վերևի ավելորդ ֆիլերը, բայց հիմա վիդեոյով նայում եմ, այստեղս էլի կա։ Աչքից մի հատ էլ կորեկցիայի պիտի գնամ։ Ես տոնայինը տարածում եմ այս վրձնով։ Վրձինը կոչվում է Top Face, համարը 7։ Ինքը տափակ վրձին է, ու եթե ուզում եք մաքսիմալ ծածկողականություն ստանալ տոնային կրեմից, տոնային կրեմը պետք է տարածել տափակ վրձինով, հետո նստացնել արդեն սպունգով։ Իսկ եթե ուզում եք մաքսիմալ թեթև լինի ձեր ծածկողականությունը, կարելի է միանգամից սպունգով անել։ Ես տենց էլ եմ սիրում։ Բայց քանի որ հիմա ես լիքը կարմրած հատվածներ ունեմ դեմքիս, նախընտրում եմ անել վրձինով, հետո նոր սպունգով։ Որ դիմահարդարում եմ ու խոսում եմ, քիչ դանդաղ եմ խոսում։ Կներեք էլի։ Տոնայինը նստացնում եմ սպունգով, այս սպունգը շատ լավն է, անցած վիդեոյում արտիկուլը թողել էի, բայց ինձ ասացին, որ արտիկուլով չեն գտնում, բայց արտիկուլով ես նորից իմ թողած հենց արտիկուլով copy արեցի եւ search արեցի, կար։ Ուղղակի ինձ թող չէր, էլ արկա չէր։ Տենց։ Ինչպես տեսնում եք, տոնայինը ոչ շատ մատվի է, ոչ էլ շատ փայլուն է։ Մեջտեղում մի բան է, երևի սատինովի է ավելի, ու ինքը շատ թեթև է։ Դեմքի վրա ընդհանրապես չի զգացվում, ու ինչը ինձ համար շատ կարևոր է, ինքը ամբողջ օրվա ընթացքում պահպանվում է, սենց չի հավաքվում, ինչ որ կնճուռների մեջ, միմիկական կնճուռների մեջ չի լցվում եւ այլն, դրա համար սա եմ խորհուրդ տալիս ձեզ սրտիցս։ Ամեն ինչն էլ սրտիցս խորհուրդ եմ տալիս։ Հիմա անցնում ենք կանսիլերին։ Ես այս վերջերս իրականում իմ կանսիլեր քսելու տեխնիկան փոխել եմ, ու շատ եմ հավանում այդ տեխնիկան։ Հիմա ցույց տամ ձեզ։ Ուրեմն իմ սիրելի կանսիլերներից մեկը Maybelline-ի այս կանսիլերն է, այստեղ գուբճկայով, այս շատ հայտնի ու հին կանսիլեր է։ Այս կանսիլերս բավականին մուգ է։ Այս մուգ կանսիլերով ես ծածկում եմ իմ IS հատվածը։ Լիքը նշել եմ, որ ես այստեղ արտահայտված մազանոթներ ունեմ, որը ինձ շատ sense հոգնած, չքնած տեսք է տալիս։ Այստեղ ծածկում եմ մուգ կանսիլերով ու թերություններս էլ եմ ծածկում մի քիչ ավելի մուգ կանսիլերով, քան ես օգտագործում եմ։ Տարածում եմ նույն վրձինով, սպունգով։ Այսպես մի հատ էլ է պետք վրայով անցնել։ Ես իմիջիալոց առանց հայլի էի մինչև հիմա դիմահարդարվում, բայց կուղենք այդ սխալը։ Բայց կամերայի մեջ նայելով էլ վատ չէր։ Այս մուգ կանսիլերը տարածելուց հետո ես վերցնում եմ իմ երկրորդ ամենասիրելի կանսիլերը բյուջետային, էլի L'Oreal-ի Infallible կանսիլերն է։ Այս կանսիլերս մասին չգիտեմ ինչի մոռացել էի, ես վերջերս սկսել եմ օգտագործել ու շատ լավն է ինքը շատ խիտ է։ Եթե խիտ կանսիլերներ չեք սիրում, ավելի լավ է Maybelline-ը վերցնեք։ Եթե մեկ էլ խորտ կտամ նաև Maybelline-ի Fit Me կանսիլերը, դա էլ է շատ լավ է, եթե շատ խիտ ծածկողականություն չեք սիրում։ Այս կանսիլերը երանգը ինձ մոտ 324-ն է։ Կանսիլերը ես անում եմ, այս բավականին սպիտակ է արդեն։ Սպիտակ կանսիլերով ես մենակ ծածկում եմ IS հատվածս ու ստանում եմ սենց լիֆտինգ էֆեկտ ու աչքերս ավելի է ընդգծվում, որ ինձ շատ է դուր գալիս, քանի որ տոնայինս էլ մուգ էր, ստեղ էլ ավելացրեցի կանսիլեր ու էլի տարածում եմ ոնց որ մնացածն էի տարածել։ Ու տեսեք, երբ որ սենց սպիտակացնում եք այս մասը, այս դեմքի եզրագիծը շատ սիրուն արտահայտվում է ու ավելի սենց նիհար է երևում։
Ես տարածեցի իմ կոնսիլերը, ինձ շատ է դուր գալիս, չգիտեմ, այս աչքերի տակ ես սպիտակ էֆեկտը, անցանք կոնտուրին եւ բլաշին։ Որպես կոնտուր օգտագործում եմ այս կոնտուրս մասին 1800 անգամ խոսել եմ, Shiglam-ի այս կոնտուրը, սա ամենալավ կոնտուրն է ինձ համար բյուջետային կրեմային բրոնզերների մեջ, ու ինքը բավականին պիգմենտավորված է ու շատ սիրուն տարածվում է։ Ես ընդհանրապես 2 կետիկ եմ արել ու ինքը ասենց շատ սիրուն տարածվեց։ Կոնտուրինգից հետո անցնում եմ կրեմային բլաշին։ Այս անգամ 2 բլաշ եմ ուզում ձեզ ցույց տամ։ Իմ սիրելի բյուջետային տարբերակներից մեկը կրկին Shiglam-ի այս բլաշն է, երանգը Love Cake, եւ երկրորդը Catrice-ի այս բլաշն է, ինքը stick բլաշ է, glow effect-ով, համ ոնց որ highlighter է, համ բլաշ։ Ու երանգն էլ շատ սիրուն է։ Այսօր ուզում եմ 2 կոնսիլեր, 2 բլաշերը իրար խառնեմ։ Այս միանգամից սենց անում եմ։ Քիչ քթիս եմ անում։ Ու մի տոչկա էլ այս Shiglam-ի բլաշից եմ անում։ Նույն կոնտուրինգի վրձինով էլ տարածում եմ։ Այս ստիկը մոտավորապես 2-ից 3000 դրամ է, եթե չեմ սխալվում, գնել եմ 60-ից, իսկ Shiglam-ի բոլոր պրոդուկտները ես պատվիրել եմ Shiglam-ի օֆիցիալ կայքից, բայց այն օրը մտա, որ պուդրա պատվիրեմ ինձ, իրենց պուդրաներն էլ եմ շատ սիրում Shiglam-ի, չկարողացա պատվիրեմ, չգիտեմ ինչի։ US-ի հասցեով էի պատվիրում Globing-ով, բայց այս անգամ չկարողացա պատվիրեմ, ինձ չէր տալիս տենց տարբերակ, որ ես կարողանամ US պատվիրեմ։ Չգիտեմ ինչն էր խնդիրը։ Էլի կփորձեմ, այդ պահին ներվայնացա, անջատեցի, բայց էլի կփորձեմ։ Մի քիչ այս glow-ի էֆեկտը թեթևացնելու համար մի հատ սենց անցնում եմ։ Հիմա այս ամենը իհարկե պետք է ֆիքսել, որ դիմահարդարումը մնա։ Իմ ամենասիրելի պուդրան բյուջետային տարբերակների մեջ Flormar-ի այս պուդրան է։ Ես միշտ թափանցիկ երանգն եմ վերցնում, որովհետև իրենց երանգով պուդրաները իմ համար չափազանց մատովի են, ես չեմ սիրում։ Ոնց որ ինքը համ մատովի է, համ էլ մի տեսակ գույն է տալիս դեմքին, ես այդ էֆեկտը այդքան շատ չեմ սիրում։ Դրա համար վերցնում եմ թափանցիկը։ Այս պուդրաները էլի արժեն տենց 3-ից 4000 դրամ, եթե չեմ սխալվում։ Silver Sand-ա կոչվում թափանցիկ երանգը։ Ու powder puff-ով տարածում եմ աչքերիս տակ, անպայման։ Ես միշտ դունչս էլ եմ սենց լավ ֆիքսում, որովհետև իմ տեզոնան յուղոտ է, և իրեն պետք է լավ ֆիքսել։ Ու այս հատվածն եմ ֆիքսում powder puff-ով։ Ունեցածը տարածում եմ պուդրայի համար նախատեսված վրձինով։ Շատ քիչ եմ անում պուդրան, որովհետև ինքը բավականին լավ ֆիքսում է, անգամ ինքը իրեն քիչ է կանում։ Ամբողջ օրը մեյքափը չի տեղաշարժվում այս պուդրայի շնորհիվ։ Ուղղակի իր էֆեկտը կներեք, ուղղակի իր էֆեկտը շատ մատովի է, բայց այդ կարելի է ուղղել, հեսա ես կասեմ ոնց։ Քանի որ պուդրայից հետո մեր այս կոնտուրինգ եւ այլն մի քիչ արտահայտիչ է դառնում, ես այս ամենը սիրում եմ նաեւ դուբլել 4 տարբերակներով։ Իմ ամենասիրելի բյուջետային բրոնզերը, չնայած ոչ միայն բյուջետայինների մեջ է ինքը իմ ամենասիրելին, այլ ընդհանուր բոլոր բրոնզերների մեջ իմ ամենասիրելի բրոնզերն է, շատ եմ սիրում այս բրոնզերը, Catrice-ի Sun Lover բրոնզերն է, պրոդուկտը շատ լավն է, փաթեթավորումը ահավոր, ինչպես տեսնում եք, այս բրոնզերը իր մեջ ունի մանր սենց փայլիկներ, ու ինքը ինձ համար շատ նման է Hourglass-ի բրոնզերին, շատ լավ է տարածվում, կարագի նման տարածվում է դեմքին և ունի շատ սիրուն էֆեկտ, հիմա ցույց տամ։ Ինքը ռիժի չի, կարմիր երանգ չունի, ու քանի որ սենց փայլուն էֆեկտ ունի, սենց միանգամից սենց զագարի էֆեկտ է տալիս դեմքին։ Թե չեմ սխալվում, այս բրոնզերը արժի մոտավորապես տենց 3500-ից 4500 դրամ, այդ մաքսիմումն եմ ասում 4500 դրամը, չեմ հավատում, որ այդ գնով կարելի է այսքան լավ պրոդուկտ արտադրել
ու առհասարակ այդ գնով շուկայում այսքան լավ պրոդուկտ արկա լինի։ Տեսեք ինչ սիրուն էֆեկտ ստացանք առանց ցեխի էֆեկտի։ Որպես blush ես օգտագործում եմ Essence-ի as Baked Blush-ը։ Սա գնել եմ 60-ից, արժեր, եթե չեմ սխալվում։ Ես մոտավոր եմ միշտ գները ասում, որովհետև չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում։ Եթե չեմ սխալվում, արժի մինչև 2500 դրամ։ Ավելի էժան էր։ Ինքը blush highlighter-ը ինձ համար էլի ունի փայլուն էֆեկտ, ինչպես տեսնում եք, ես շատ եմ սիրում փայլուն էֆեկտով ամեն ինչ։ Ինքը ունի այսպես երանգ, ոնց որ ոսկեգույն փայլիկներ էլ կան իր մեջ, պիգմենտի մասով, հեսա կտեսնեք։ Տեսեք։ Իրա պիգմենտը ոչ շատ թույլ է, ոչ շատ ուժեղ է, այսինքն տոճկու, շատ սիրուն է։ Հիմա անցնում եմ աչքերիս եւ հոնքերիս։ Հոնքերս ուղղակի սանրելու եմ իր ուղղությամբ մի քիչ վերև եւ օգտագործում եմ Pussy-ի IS գելը։ Pussy-ից առաջ ես միշտ օգտագործում էի Lux Visage-ի գելը եւ մի օր հասկացա, որ իմ ունքերը փունջ-փունջ թափվում են։ Դրա մասին կիսվեցի իմ Instagram-յան story-ներում եւ շատ աղջիկներ ինձ գրեցին, որ իրենք էլ ունեն այդ նույն խնդիրը ու դա Lux Visage-ի գելից է։ Իհարկե ես ոչ բոլորի մասին եմ խոսում, այդ stories պատասխանները աղջիկների կողմից շատ էին, որ առնչվել են նույն խնդրի հետ։ Եվ ես դիպված հրաժարվեցի Lux Visage-ի գելից, բայց դա էլ եմ շատ սիրում, ինքը շատ լավ ֆիքսում էր հոնքերը, բայց մեզ պետք չի լավ ֆիքսել հոնքերը եւ դրա հետ մեկտեղ թափվի մեր հոնքերը։ Դրա համար ես կօգտագործեմ ամենասեյֆ ու ամենալավ տարբերակներից մեկը Pussy-ի այս գելը։ Սպասում եմ հոնքերս չորանա եւ մինչ չորանալը ու մինչ հոնքերիս մազիկներ գծելը, որովհետև հոնքերը մի քիչ կարճ են, ես sense մազիկներ եմ այս մասերը գծում, անցնում եմ աչքերիս դիմահարդարմանը, քանի որ այսօր մի քիչ ամենօրյա դիմահարդարումը, ինչ որ առանձնահատուկ բան չեմ անելու աչքերիս, անելու եմ ստրելկաներ։ Բայց ստրելկաները չեմ անելու սուրմայով, այլ ստրելկաները գծելու եմ Elin Pro-ի այս կայալով, այս ինչքան հիշում եմ, անցած վիդեոյում եմ ցույց տվել։ Ինքը ունի մուգ շագանակագույն համարյա սև երանգ եւ վերցնում եմ Թեմուից պատվիրած իմ IS վրձինը, որը շատ հարմար է ստրելկաներ գծելու համար, ստրելկա հայերեն աղեղներ գծելու համար։ Վերցնում եմ մատիտը։ Ինքը լավ յուղոտ մատիտ է, բայց չի լողոզվում օրվա ընթացքում։ Այստեղ մի հատ sense կետիկ եմ անում։ Կետիկ չէ, sense գիծ եմ անում։ Վերցնում իմ Թեմուի վրձինը ու իրեն այսպես տարածում եւ դարձնում եմ ստրելկա։ Իրականում ամբողջ գաղտնիքը այս բարակ վրձինի մեջ է, որը գործը 100 անգամ հեշտացնում է։ Ստրելկաներս ինչ որ շատ սիրուն դարձավ։ Հիմա անցնում ենք տուշին։ Ես իրականում երկու տարբերակ եմ առանձնացրել, որ ձեզ ցույց տամ։ Երկուսն էլ արժեն 5000-5500 դրամ։ Առաջին տարբերակը Maybelline-ի Sky High-ն է, ինքը ունի այսպես վրձին։ Այսպես բարակ վրձին է ու մանրակրկիտ ձեր թարթիչները sense իրարից առանձնացնում է, շատ սիրուն երկարացնում է թարթիչները ու երկրորդ իմ ամենասիրելի տարբերակը, այս տուշի մասին լիքը խոսել եմ, L'Oreal-ի այս Panorama տուշն է, սա 60-ում արժեր, նորը տեսել եմ 5500 դրամ, այս տուշի էֆեկտը շատ եմ սիրում, անպայման փորձեք այս տուշը, քանի որ իմ հոնքերը արդեն չորացավ, գելը նկատի ունեմ, հոնքերս ընդգծելու եմ Lux Visage-ի այս ֆլոմաստերով, այս էլի եմ ցույց տվել, անցած վիդեոյում էլ էի սրանով հարդարում հոնքերս, ինքը շատ հարմար է պուճուրիկ մազիկներ նկարելու համար, երանգը ինձ մոտ 0.3-ն է ու շատ լավ պահպանվում է օրվա ընթացքում, արժի, եթե չեմ սխալվում, խեմ այսքան շատ ասում եմ, եթե չեմ սխալվում, արժի մի 1500-1600 դրամ։ Իսկ հիմա անցնում եմ շուրթերիս։ Ես հիմնականում որպես շուրթերի մատիտներ միշտ օգտագործում եմ բյուջետային տարբերակներ։ Չգիտեմ, ես կարողանում եմ դենց անեմ, որ իմ շուրթերի մատիտը օրվա ընթացքում չմաքրվի։ Իհարկե, ես ձեզ ցույց կտամ ոնց ենք դա անում։ Ես որպես շուրթերի մատիտ օգտագործում եմ Miss Dice-ի 771-ը, սա ունի սառը երանգ։ Եթե չեք սիրում սառը երանգ, այս մատիտը շրջանցում ենք։ Մատիտս մոռացել էի սրեի։ Արագ գնացի սրեցի եւ եկա, քանի որ սրած մատիտով
շատ սիրուն է լինում շուրթերի էֆեկտը։ Ես այն օրը ինձ համար հայտնաբերել եմ մի հատ նոր բրենդ, կոչվում է Պարիզա, չգիտեմ ոնց է ճիշտ ասելը, ու գտա մեջ շատ սիրուն մատիտի երանգ 416 համարն է, ինքը ունի սենց պիլնը ռոզովի մանուշակագույն երանգ, վերցնում եմ այդ մատիտը ու այս միջի հատվածները այդ մատիտով եմ լցնում։ Շատ եմ սիրել, շատ սիրուն է։ Իսկ մեջտեղի հատվածում անելու եմ իհարկե Lux Visage-ի lip tint-երը, երանգը ինձ մոտ 08 Truffle, բայց այս ոնց որ մուգ էր, եթե չեմ սխալվում։ Հա, այս մի քիչ մուգ է, ավելի շատ շագանակագույն երանգ ունի։ Մի քիչ անում եմ սենց և տարածում եմ սենց վրձինով։ Եվ եթե ուզում ենք մեր շրթներ կմնա ամբողջ օրվա ընթացքում, վերցնում ենք պուդրան, վրձին և այսենց հիքսում ենք։ Ու վերջում էլ ավելացնում եմ setting spray, լինելու է Essence-ի այս setting spray-ը, սա 2000-2500 դրամ է։ Ինքը իրականում ունի սենց փայլուն էֆեկտ, այս պուդրայի շատ մատովի էֆեկտից ազատում է մեյքափը։ Վերջ։ Գնամ մազերս էլ հարդարեմ, մազերս թացա, գնամ մազերս էլ հարդարեմ և վերջնական տեսքս արդեն ձեզ մոտիկից դետալներով ցույց կտամ։ Մազերս ուղիղացրի, հարդարեցի, որ ավելի սիրուն երևա դիմահարդարումս, այս ստրելկաներս շատ եմ հավանել այսօր։ Հուսով եմ օգտակար էր, շատ շնորհակալություն, եթե մինչև վերջ դիտել եք, հուսով եմ օգտակար ինֆո եմ ձեզ տվել, խնդրում եմ միացեք իմ ալիքին, քանի որ սպասվում են շատ ավելի լավ վիդեոներ։